Դոնոր բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է նվիրել, ժամանակակից բժշկության մեջ դոնորների մեծ պակաս է զգացվում, բազմաթիվ մարդիկ, այդ թվում երեխաներ ամեն տարի կարող են փրկվել, եթե ժամանակին կարողանան գտնել այն այրունը, որ անհրաժեշտ է իրենց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական 52 երկրներից միայն 24-ն ունեն 100%-անոց անվճար կամավորներ, ովքեր պատրաստ են այրուն տրամադրել դրա կարիքն ունեցողներին։ Հունիսի 14-ը ի պատիվ բժիշկ գիտնական Կարլ Անշտեյնի 2004 թվականից հռչակվել է որպես դոնորի միջազգային օր։ Դոնորների պակաս կա ամբողջ աշխարհում, նաև Գյումրիում, ասում է այրան փոխներարկման կայանի տնօրեն Արմենուհի Չախալյանը։ Այրան հանձնումը անվնաս է դոնորի համար։ Այրունատվության ժամանակ, որը տևում է 15 րոպե, դոնորը հանձնում է 530 մլ այրուն։ Տարվա մեջ կանայք իրավունք ունեն այրուն հանձնել 4, իսկ տղամարդիկ 5 անգամ։ Եվ դոնորների քանակն է քչացել, եւ այրուն օգտագործումն է քչացել։ Սա չգիտեմ ինչով է պայմանավորված, միգուցե շատ մարդիկ լքե գնացել են, կամ դա Աստված, որ մեր ժողովուրդը առողջացել է, բայց ասեմ, որ զգալի է պակաս է այրուն օգտագործելու պահերը։ Զարգացած եվրոպական երկրներում դոնորությունը համարվում է մարդասիրական քայլ, իսկ մեր երկրում այդ համակարգը կայացած չէ, նշում են բժիշկ մասնագետները։ Շատ հաճախ համապատասխան այրուն չլինելու պատճառով հիվանդի կյանքը փրկել հնարավոր չի լինում։ Գյումրիում դոնորների թիվը վերջին տարիներին զգալի նվազել է, իսկ պատճառների մասին մասնագետները չեն ցանկանում խոսել։ Կա տարիքային սահմանափակում, դոնոր կարող են դառնալ 18-ից մինչև 55 տարեկանները։ Շատ քիչ է դոնորությունը, մանավանդ Հայաստանում, օրինակ արտասահմանում ավելի ակտիվ են դոնորները։ Ուղղակի մի քիչ երևի այդ հասկացողության մակարդակն է երևի մեր մոտ ցածր, որ ամեն մարդ հասկանա, որ այրուն հանձնելով հարյուրավոր կյանքեր է փրկում, երևի ավելի բարձր կլինի մակարդակը։ Օրենքով սահմանված կարգով կադրային դոնորը ստանում է 10,000 դրամ փոխհատուցում։ Ժաննա Նավասարյանը շուրջ 13 տարի կամավոր սկզբունքներով այրուն է հանձնում, իր քայլն այսպես է մեկնաբանում. օգնում եմ հիվանդներին։ Կայան այցելած մյուս դոնորների կարծիքը եւս նույնն է. այրան փոխներարկումը կարող է փրկել մարդկային կյանքեր։ Մարդասիրական վերաբերմունք ցույց տալով հիվանդներին օգնում եմ։ Ու գիտեմ, որ իմ այրանս հանձնելու հետևանքով շատ հիվանդներ են փրկվել։ Ինչքան շատ դոնորներ ունենանք, ինձ թվում է ավելի շատ հիվանդներ կփրկվեն։ Կամավոր հիմունքներով եկել ենք, որպեսզի մեր այրունը տանք եւ փրկենք ինչ-որ մեկի կյանք, եւ հուսով ենք, որ բոլորն էլ կամավոր հիմունքներով կգան եւ օգտակար կլինեն, քանի որ ինչքան տեղյակ ենք, ավելի քիչ է տոկոսներով այրան դոնորները, որ ամբողջին 4% եւ մեր աջակցությունը կօգնի, հուսով ենք։ Նմանատիպ միջոցառումներ ըստ բժիշկների պետք է հաճախակի կազմակերպվեն։ Այդ կերպ հնարավորություն կընձեռվի նոր դոնորներ ներգրավել, քանի որ խնդիրը Հայաստանում, մասնավորապես Գյումրիում լուծում է պահանջում։ Այստեղ կարևոր է նաև պետական աջակցությունը։ Պետությունը պատվեր է տալիս 150 պարկ ունենանք անձեռնամխելի պաշար։ Այդ անձեռնամխելի պաշարը մեզ ապահովում են մեր կադրային դոնորները։ Նույնիսկ հիվանդատերերը հրաժարվում են այրուն հանձնելուց։ Հասկանալով, որ այդ այրունը հենց իրենց հիվանդին է պետք։ Այս տարի միջազգային բժշկական կազմակերպությունները այրան դոնորների միջազգային օրը նվիրել են մայրությանը, ապահով այրուն, ապահով մայրություն նշանաբանով։ Ըստ վիճակագրության աշխարհում տարեկան 500 միլիոն մայրեր մահանում են ծննդաբերության ընթացքում այրան բացակայության պատճառով։ Փայլակ Վարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։